արգաշավ լրագրողներ, հասարակական կազմակերպություններ և Վանաձոր համայնքի ավականու 21 անդամներից ավականու նիստին ներկային 13 անդամներ, ինչ կարծիքներ կան նիստը սկսելու վերաբերյալ։ Սկսեմ։ Ուրեմն նախքան օրակարգի քննարկումը ես ուզում եմ մի շատ պարզ բան ասել, չգիտեմ ով ոնց ինչ դիվիդենտներ է ուզում հավաքել, բայց Վանաձորի քաղաքապետը հատկապես ավականին երբեք չի ուզեցել, չի ցանկացել, որպեսզի Վանաձորում կարմիր գծեր անցկացվեն։ Խոսքը գնում է օրենքի մասին։ Օրենքում նախատեսվում է, եթե Վանաձոր քաղաքում կամ ընդհանրապես որևէ համայնքում ավտոկայանատեղիներ կան, նախկինում գործող օրենքի համաձայն, ուրեմն պետք է տուրք սահմանվի։ Տուրք սահմանողներ քաղաքում ավտոկանգառների տեղերը նշանակողներ ավականներ։ Քաղաքապետարանը միայն իրավասություն ունի օրենքը ներկայացնի ավականին։ Այսինքն օրենքով տրված է, որ յուրաքանչյուր գործունեության համար պետք է ավականին տուրք սահմանի, իսկ տվյալ դեպքում նաև տեղը։ Քաղաքապետարանը առաջարկել է տուրք սահմանել, տուրքը կարող է ավականին և սահմանել, և չսահմանել։ Կարող է տեղերը և նշել, և չնշել։ Այստեղ պարզապես խնդիրը հետևյալն է, որ մինչև այսօր նախկին օրենքով իսկ ավտոկայանատեղիների վճարովի կայանատեղիների մասին օրենքը արդեն 2 տարի է գործում է, մենք նախորդ տարի է դրեցինք, որպեսզի տուրք սահմանենք, ավականին չսահմանեց, այս տարի նույնպես մենք դնում ենք այս տարի նույնպես մենք իրավունք ունենք դնելու, որովհետև եթե մենք օրենքի կետը չենք կատարում, դրա համար մենք պատասխանատվության կարող ենք ենթարկվել, բայց ավականին իրավունք ունի և տուրք սահմանելու, և չսահմանելու, և հարցը ընդհանրապես անելու։ Որպես, այսինքն այդ հարցը շատ է, արդեն տարի, մարդկանց մեջ մտել է, որ կարմիր գիծ տպի, ես առաջարկում եմ ընդհանրապես տուրքերը հանել տարածել։ Ես առաջարկում եմ ընդհանրապես տուրքը այդպիսին անել և մեր ազգաբնակչությանը հայտարարել, որ Վանաձոր համայնքը ավտոկայանատեղի տուրք սահմանը չի և անվճար այդ ամենը։ Մենք ինչ մենք հասկանում ենք, որ այսօր մեր ազգաբնակչության մեջ սոցիալական վրդովում և այլն մենք որոշակի ծնծներում ենք բյուջեի հետ կապված։ Ես հիմա Դեվիդ գործընկերների անունից խոստանում եմ, որ անենք ամեն ինչ 2016 թվականի, որպեսզի մեր բյուջեն ավելի էֆեկտիվ աշխատի, բայց այսօր մենք ունենք մեծ խնդիր սոցիալական դժգոհության և ես առաջարկում ընդհանրապես տուրքը հանել որպես այդպիսի և հայտարարել և այսօր լրատվամիջոցների ներկայացման հետ հայտարարել, որ Վանաձոր համայնքը ավտոկայանատեղի տուրք չի սահմանվել և հետագա քայլերը արդեն ցույց տալ։ Ով կվճարի, որտեղ կվճարի, ինչի համար կվճարի, ինչ տարածքանում Հարցի 2 տարբերակ, որոնք քաղաքական անդամների կողմից առաջարկվել։ Առաջինը հարցը մնում է, ուրեմն վարձավճարի չափը նշանակվում է 0։ Ովքեր են կողմ։ Երեք հոգի կողմ։ 4 դե
Ալեն ունդե։ Ձերեպա։ Արգարժան ավականու անդամներ, ուրեմն ես բացահայտ ասում եմ, իմ քաղաքի խնդիրները, Վանաձոր քաղաքի խնդիրները բոլորիս լավ գիտեմ։ Նաև գիտեմ ինչի շատ բաներ ժողովուրդը մեր հետ համահունչ չի գալիս։ Դա նրանից է, որ Վանաձոր քաղաքը 84 բազմաբնակարան շենքերի ամրացման խնդիր ունի, որտեղ ապրում են 12600 մարդ, որտեղ ապրում են 3200 ընտանիք։ Ուրեմն 1050 բազմաբնակարան շենքերից ընդամենը 300 տանիքներն անորոգան։ Մնացած 750 տանիքներ, մի մասը 400 է կապիտալ վերանորոգման խնդիր ունի, մի մասը մասնակի վերանորոգման։ Մեր քաղաքի բարձրահարկ շենքերից մոտ 80 վերելակներ չեն աշխատում։ Ուրեմն 450 բակերից 400 է կապիտալ վերանորոգման կարիք ունի։ Ուրեմն 200 կիլոմետր երկարություն ունեցող համայնքային ճանապարհներից ընդամենը 18 կիլոմետրն է վերանորոգված։ Եվ այսօր այն քաղաքը, որը նախկինում, ասենք 86-87 թվականներին միայն ծանր արդյունաբերության մեջ ունեցել է 42000 աշխատատեղ, այսօր ծանր արդյունաբերության մեջ գոնե մեկ աշխատատեղ չունեն։ Թեթև արդյունաբերության մեջ տրիկոտաժում և կարի արտադրական միավորներում 8-10 հազար կարող բանորուհիներ են աշխատել։ Այսօր ընդամենը 2400 աշխատող կա թեթև արդյունաբերության մեջ։ Եվ Վանաձորցին, որը աշխատատեղ չունի, որը բարեկարգ փողոցներ չունի, որը բարեկարգ բակեր չունի, որը նորմալ տանիքով բնակարաններ չունի, մենք ասում ենք ինչի ժողովուրդը մեր հետ համահունչ չի գալիս։ Մյուս կողմից ասում ենք, պարոն քաղաքապետ, եկեք քաղաքի փողոցները բարեկարգ են, սիրելի ավականու անդամներ, ուրեմն Վանաձորի ամբողջ համայնքային բյուջե, ամենաշատը կարող է վերանորոգել 6 կիլոմետր ճանապարհ, եթե դա, ասենք, 12 մետրից ավել լայնություն չունի։ Իսկ եթե կոմունիկացիաները նույնպես պետք է նրա հետ վերանորոգվեն, ուրեմն 500 միլիոն դրամը 1 կիլոմետր ճանապարհի գումար է։ Եթե մայթերով, ներքին կոմունիկացիաներով, արտաքին կոմունիկացիաներով լրիվ բարելավում է, այսինքն մեր ամբողջ գումարը ելնում է տարեկան 4 կիլոմետր ճանապարհի վերանորոգում։ Եվ մենք անընդհատ գտնում ենք, այս գումարը շատ է, այն գումարը քիչ է, այս որակով է, այս անվորակ է, մենք այսօր քաղաքապետարանի բոլոր աշխատակիցների հետ միասին հնարավորինս ինչ որ հնարավոր է մաքսիմալ ձևով կատարում ենք։ Չէ, եկեք բոլորս միասին մտածենք։ Կան մարդիկ, որոնք անընդհատ քաղաքապետի վատ աշխատանքից են խոսում։ Ինքը իրանք ինչ են էլի արել։ Այս քաղաքի համար այ հենց 84 բազմաբնակարան շենքերի գումարների ուրեմն պահանջը ազգային ժողովում և կառավարությունում այդ մարդիկ պետք է դնեն և պահանջեն։ Գյումրեցիների ամբողջ պատգամավորական այդ խումբը շատ լավ աշխատում է և եթե խոսքը վերաբերվում է Գյումրի քաղաքի, նրանք միաբանված միանգամից պահանջները դնում են։ Ինչ? Ես եմ ձեզ հարցնում եմ։ Facebook-ում մենակ քաղաքապետարանի աշխատ, լավ, ես վատն եմ, ժողովուրդ, ես վատն եմ, ես գնում եմ, բայց քաղաքը մնալու է, քաղաքնով է մաքրելու, քաղաքնով է կառուցապատելու, քաղաքնով է այս, դուք պատկերացնում եք 3200 ընտանիք, չգիտի նույնիսկ ինքը տուն ունենալու է, թե ոչ։ Ես այս տարիների ընթացքում որն է կարողացել եմ 86 բնակարան կառուցել և անօթևան մարդկանց ուրեմն հիմնականում մեծ թվով անչափահաս
երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանով ապահովել։